Հաջորդ ներկայացումը Գոհար Խաչատրյան, որ կներկայացնի հյուրընկալ ընտանիք ծրագիրը, որը Birthright Armenia, չէ՞, ճիշտ է։ Birthright Armenia վերադարձ դեպի հայք։ Դեպի հայք հիմնադրամը միգուցե շատերին ծանոթ է Birthright Armenia անունով, անգլերեն անունով։ Դա այնպես է կոչվել այն պատճառով, որ հիմնադիրները հավատում են, որ յուրաքանչյուր հայ, անկախ իր ծննդյան վայրից, իրավունք ունի ապրել Հայաստանում։ Դեպի հայք հիմնադրամը ստեղծվել է 2003 թվականին, այն շահույթ չէ տամբտող կազմակերպությունը, ստեղծվել է Միացյալ Նահանգներում Այդիլ Հովնանյանի կողմից, եւ ծրագրի նպատակն է ամրապնդել եւ զարգացնել Սփյուռքի եւ Հայաստանի երիտասարդների միջև կապերը, հնարավորություն ընձեռնելով Սփյուռքահայ երիտասարդներին ներդրում ունենալ Հայաստանի զարգացման մեջ, այցելելով Հայաստան եւ կամավոր աշխատելով այստեղ։ 2003 թվականից ի վեր մենք ունենք ավելի քան 500 մասնակիցներ, այստեղ դուք տեսնում եք նրանց ֆոտոները, ավելի քան 20 երկրներից, այդ թվում Միացյալ Նահանգներ, Կանադա, եվրոպական երկրներ, Ուրուգվայ, Բրազիլիա, մենք ստեղ կամավորներ ենք Բրազիլիայից հենց հիմա ներկա, Սինթիա, ձեռքով արա։ Ես ուզում եմ մի փոքր հենց կամավորների խոսքերով ասել, թե ինչ են նրանք զգացել եւ ինչ են նրանք մտածում իրենց փորձի մասին այստեղ։ Հայաստան գալուց եւ հայկական իրականությանը ծանոթանալուց հետո ես չեմ կարող պարզապես ետ գնալ եւ ապրել իմ կյանքով ինչպես նախկինում։ Այժմ ես պետք է գտնեմ մի ձև, որպեսզի Հայաստանի մասը կազմեմ։ Սա մեկ այլ կամավորի խոսքերն են, այն ինչ իմ պապիկի պատմությունն է, այժմ իմ ինքնության մի մասն է կազմում։ Մեկ ուրիշ կամավորի խոսքեր, Հայաստանը այժմ իմ համար շոշափելի է։ Դա պարզապես մի փոքրիկ հեռավոր երկիր չէ, որտեղ ապրել են իմ նախնիները, դա զգացմունքների աղբյուր է իմ համար, այն պարզապես բացիկ չէ Արարատի լեռան նկարով։ Դա մի տեղ չէ, որտեղից ես ստանում եմ հուշանվերներ նռան տեսքով։ Մեր մասնակիցները կան մի շարք կազմակերպություններ, որոնք ապահովում են մեր մասնակիցների կամավորական աջակցությունը։ Դրանցից ամենասերտը մենք համագործակցում ենք Հայ կամավորական միության հետ, բայց կան այլ կազմակերպություններ, ուղղակի մի քանիսը թվարկեմ, բոլորը չեմ հասցնի, Փյունիկ հաշվանդամների ասոցիացիան, Պարզ Մեդիան, Առաքելություն Հայաստան, Կանանց ռեսուրսային կենտրոն։ Բացի կամավորական աջակցությունից մեր կամավորները նաև մասնակցում են հանրօգուտ աջակցության աշխատանքներին, community service։ Միայն այս մի քանի վերջին ամիսներին մենք ծառատուն կարեցինք Թումանյան այգում մոտ 150 ծառ տնկեցին մեր կամավորները եւ շատ այլ ծրագրեր, որոնց մասին չեմ ասի խոսել։ Մեր ծրագրի կարևոր բաղկացուցիչ մասն է նաեւ հայերեն լեզվի դասընթացները։ Մենք հնարավորություն ենք տալիս մեր մասնակիցներին անկախ իրենց հայերեն լեզվի իմացության մակարդակի խորացնել հայերենի գիտելիքները կամ 0-ից սովորել կամ ավելի խորացնել։ Մեկ ուրիշ կարևոր բաղադրիչը մեր ծրագրի դա ամեն շաբաթ մենք կազմակերպում ենք շրջագայություններ ամբողջ Հայաստանով եւ Արցախով եւ ոչ միայն տուրիստական վայրեր, այլ նաեւ հեռավոր անկյուններ, նկարի վրա առաջինը Արագած, Շաքե ջրվեժ, Չինարի գյուղ, Սամանամերձ եւ Ուշի գյուղ հիպոթերապիայի կենտրոնում ենք։ Հիմա ավելի մանրամասն մի փոքր ուզում խոսել հենց հյուրընկալ ընտանիք ծրագրի մասին։ Մենք մասնակիցներին հնարավորություն ենք տալիս ապրել հայ ընտանիքում։ Եվ դա ամենամիգուցե չսխալվեմ, որ ասեմ ամենակարևոր բաղադրիչներից մեկն է մեր ծրագրի, քանի որ մասնակիցները տեսնում են, թե ինչպես են բուն ընտանիքներ հայկական ապրում։ Այն գործում է մատչակալ եւ նախաճաշ սկզբունքով, բայց իրականում այն շատ ավելի։ Ուզում եմ կրկին վերել մեր մասնակիցների խոսքերը։ Իմ ընտանիքը Գյումրիում պարզապես մի ընտանիք չէ, նրանք դարձան իմ ընկերները, մենք շատ մտերմացանք եւ ես գիտեմ, որ ես ունեմ բարեկամներ Գյումրիում, որ կարող եմ միշտ վերադառնալ եւ իրենք ինձ գրկաբաց կընդունեն։ Սա Տատյաննան է, Միացյալ Նահանգներից։ Մեկ այլ կամավորի խոսքերը, ես թողնում եմ իմ մասնիկը Գյումրիում, իմ ընտանիքի հետ, ես ունեմ հյուրընկալ մայր, որը չնայած անցել է երկրաշարժի միջոցով տեսել ամենասարսափելին, բայց միայն բարությամբ լեցված մարդկանց հանդեպ, ես ունեմ 3 քույր, 2 զարմուհի եւ 1 զարմիկ, ես ունեմ Քենի, Տեքր եւ Սկեսուր։ Էլի այստեղ տեսնում եք նկարներ մեր մասնակիցների կամավորների իրենց հյուրընկալ ընտանիքների հետ։ Իմ կապը Հայաստանի հետ այժմ ոչ միայն զգացմունքային է, այլ նաև ֆիզիկական, այն ֆիքսված է այն հողին, որով ես արտոնված եմ եղել քայլել։
էլի եկամարտկարմավորի խոսքեր, սա Սելինն է Միացյալ Նահանգներից, որ էլի մոտ 2 ամիս Գյումրիում է ապրել, եւ նա շատ էր կապվել իր ընտանիքի հետ, եւ վերջում ասաց, որ սա միայն սկիզբն է, ես անպայման պիտի հետ գամ եւ գիտեմ, որ մեր կապը ընտանիքի հետ միայն տարիների հետ միայն ամրանալու է։ Սա Արեգն է Բեյրութից, որը ընդամենը 1 ամիս է անցկացրել Գյումրիում, մինչ այդ Ծաղկաձորում էր, բայց չափազանց կապնվել էր ընտանիքի հետ եւ նա ասաց, որ երբ որ ես հետ նայեմ իմ փորձի Հայաստանի, իմ հյուրընկալ ընտանիքը կլինի այն բաներից մեկը, որը կստիպի ինձ լացել եւ ժպտալ։ Սա Փոլինն է Կանադայից իր 2 քույրիկների հետ հյուրընկալ։ Փոլինի խոսքերով, երբ մեր տուն ինչ-որ նոր մարդիկ էին գալիս հարևաններ ու ասում էին իր մայրիկին ասում էին Ջուլիետա դու նոր հյուր ունես, ինքը ասում էր չէ, սա հյուր չի, սա իմ աղջիկն է եւ աղջիկա պես հոգեր տանում Փոլինի մասին։ Մի փոքր խոսեմ ծրագրի պայմանների մասին։ Մենք այժմ փնտրում ենք նոր ընտանիքներ, միշտ փնտրում ենք նոր ընտանիքներ եւ պայմաններից եւ ամենակարևորը առաջինը այն է, որ ընտանիքը պիտի կարողանա առանձին սենյակ տրամադրել մեր մասնակցին եւ տունը կամ բնակարանը պիտի լինի Երևանի մեծ կենտրոնում կամ Գյումրիի անի թաղամասում։ Մենք ունենք Facebook սոցիալական ցանցում ունենք մեր էջը, կարող եք մեզ գտնել, ստեղ նշված են պայմանները, բոլոր կոնտակտային ինֆորմացիա, նաև կարող եք հենց on-line հայտադիմում ներկայացնել, դիմել արդեն մեզ, մենք արդեն կապի մեջ կմտնենք ձեր հետ եւ սա մեր տվյալներն են, Հանրապետության 37 հեռախոսի համար, email, մեր վեբկայքը, կարող եք զանգահարել, այցելել, մենք միշտ պատրաստ ենք նոր ընտանիքներ գտնել, նոր հյուրընկալ ընտանիքներ։ Շնորհակալություն։